եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Մեր Աստված բարի է, նա մեզ պահանջում է այն, ինչ մեզ հնարավորություն ունենք տալու եւ անելու։ Ըստ մեր երկնքից շնորհված շնորհի, տաղանդների, Աստված դրանից ավել չի պահանջում, հա, եթե լավ երգող ես, քեզանից երգել կպահանջի, բայց ոչ թե նկարել, հա, եթե դու չես կարող։ Փառք Տիրոջը եւ այսօր վերնագիրը այս քարոզի այսպես են վերնագրել թաքնված արքայություն կամ թաքնված արքայություն կամ գաղտնի քրիստոնյա կամ էլ եթե երկուսից մեկը երևի թաքնված արքայություն վերցնենք հիշելու համար ինչու եմ ես այս վերնագիրը տվել որովհետև եղել են ժամանակներ պատմության մեջ երբ որ մենք պատմությունը քննում ենք եղել են ժամանակներ երբ քրիստոնեությունը գաղտնի բնույթ է կրել դա եղել է հռոմեական կայսրության ժամանակ եւ դա նույնպես կրկնվել է կոմունիստական ժամանակաշրջանում, կոմունիստների ժամանակ։ Բավականին շատ ուժեղ հալածանքների պատճառով, հա, եւ պետության եւ կառավարության կողմից հալածանքների պատճառով եւ պահանջվել է գործունեությունը բարձրացակ գաղտնի եւ մարդիկ հավաքվել են մենք գիտենք գերեզմաններում ավելի ճիշտ եթե ավելի շուտ սկսենք հռոմեական կայսրության ժամանակ մենք գիտենք որ նրանք հավաքվել են այդ քարանձավների մեջ ինչ որ ամարտաբնակ վայրերում հավաքվել են քրիստոնյաները որպեսզի Աստծուն փառավորեն եւ իհարկե կոմունիստների ժամանակ մենք շատ բաներ ենք լսել վկայությունները որ ինչպես գերեզմաններում են հավաքվել հա ինչ որ տաներում են հավաքվում ծածուկ նույնիսկ ասեմ լույսը հանգցրել են տան հավաքված ժամանակ լույսը հանգցրել են որպեսզի դրսից չերևա որ տանը մեջ ժողով է գնում սա իրական պատմություն է իհարկե տեսնողներն էլ հարևաններն էլ այդ ամենը վերածել են ավելի միահավոր հա երևույթի ասում են նրանք լույսը անջատել են որովհետև նրանք ավելի վատ բաներով են զբաղվում տան մեջ այդ պատճառով լույսը անջատում են մենք այս ամեն ինչը լավ մենք բոլորս գիտակցում ենք եւ այսպես բացասական այսպես գուներով ներկայացրել այդ սուրբ հավաքույթները եւ սա տեղի է ունեցել ամենուր իհարկե ժամանակակից աշխարհում դեռևս մասամբ շարունակվում են հալածանքները եւ մասամբ ինչ որ որոշ պետություններում նաեւ այդ գաղտնիությունը պաշտպանում է գաղտնի են հավաքվում քրիստոնյաները որովհետեւ վտանգավոր է հա նույնիսկ մահացու վտանգավոր է մինիմում բանտ են նետում բայց կարող են նաեւ քարկոծել սպանել եւ այլն եւ մենք դա շատ լավ տեղյակ ենք սակայն մեզ համար այսօր մեզ համար այս երկրի մեջ այս քաղաքի մեջ գրեթե հալածանքները եւ գաղտնիությունը գրեթե դա հեքիաթ է մենք ոչ մեկս այդքան է կարիք չունենք հա ծածկելու գաղտնի պահելու մեր քրիստոնեական դավանանքը մեր քրիստոնեական հավատքը դրա կարիք այդքան է չունենք իհարկե կարող է ամանչել կամ որոշ ինչ որ պայմանների պատճառով դրա մասին չխոսենք սակայն հալածանք եւ ինչ որ բաներ մենք չենք նկատում այդպիսին ինչպիսին եղել են եւ մի բաներ պիտի շեշտեմ անպայման որ որակային իմաստով երբ որ գաղտնի եւ հալածվող քրիստոնյաները ավելի օժտված են եղել երկնային արժեքներում քան ոչ հալածվող ժամանակակից քրիստոնյաները բավական է ուղղակի հիշել մի քանի
անձնավորություն է, օրինակ Իվան Վարաննաևին հիշել, որը ընդհանրապես համարվում է 50-ական շարժման սկիզբը նա է բերել Ռուսան, հիմնադիրներից, այո։ Անցած անգամ ես պատմեցի Հալայան Պապովի մասին, որը բանտերում էլի տանջվել է։ Իսկ Իվան Վարաննաևին ոչ թե ուղղակի տանջել են նրան, վերջում գցել են շների առաջ, որպեսզի շները հոշոտեն եւ կերել են նրան։ Եվ նրա պատմությունը մեզ գիտեք ինչով է նրա պատմությունը ավելի շատ ապսեցուցիչ, որովհետև նրան այսպես ասած սովետական միությունից նրան տարել են Ամերիկա եւ այնտեղ ամեն ինչով նրան ապահովել բնակարանով, գեղեցիկ մեքենաներով, եկեղեցու շքեղ շենքերով, նա մեծ ծառայություններ ունեցել, մեծ հաջողություններ ունեցել, բայց նա վերադարձել է խորհրդային միություն եւ այստեղ հայտնվել Կակեբեի պատվանդներում եւ այնտեղ շների բաժին տարել։ Նա հրաժարվել է բարեկեցիկ կյանքից։ Սա շատ հետաքրքիր է, այսինքն մարդուն հանել են եւ նա տեսել է այդ ամեն բարեկեցիկ, բայց նրա ընտրությունը եղել է հետ գալ եւ տանջվել եւ այլն։ Ինչի մասին է խոսքս, որ որակը հալածվող, որտեղ որ եղել է հալածանք, որտեղ որ եղել է բարդ, որտեղ որ պահանջվել է բացարձակ գաղտնիություն, այդ ժամանակ քրիստոնյաները բացարձակ ուրիշ որակ են ունեցել, բարձր որակի քրիստոնյաներ են եղել, և հետաքրքիր է, որ խոսքը ավելի շատ մեզ կոչ է անում, իհարկե ես չեմ խոսում ավետարանի մասին, որովհետև Աստծո խոսքը Հիսուսը ասում է, այնինչ ասում է, որ խավարի մեջ լսեցիք լույսի մեջ խոսեք, այնինչ ականջի լսեցիք տանիքներից քարոզեք, իհարկե Հիսուսն ասում է այն ճրակը, որ վառվում է, չեն դնում սեղանի տակ, այլ դնում են պատոհանում, որ երևա, սա ավետարանի մասին է, ես սրա մասին չեմ խոսում այսօր։ Բայց խոսքը ավելի շատ հորդորում է, ոչ թե որ մենք պիտակներ կապցանենք, մենք քրիստոնյա ենք, բացեք, ասեք, սոցիալական կայքերը, երբ որ բացում են, ինձ շատ ժամանակ դրուժից, ուզում են ընկեր լինեն, բացում եմ, կարդում եմ, Հիսուսի դուստր, օրինակ, Հիսուսի զավակ, ասեք, Հիսուսին պատկանող, գիտեք պիտակներ են, որ սես կապցրած, ու ուզում ես ասես, լսի հերիք հա, կամ խոսում են, չէ, բոլորը խոսում են, ես քրիստոնյա եմ, ես այսպիսին չեմ, ես նրանց նման չեմ, ես քրիստոնյա եմ, գիտեք, երբ որ նման բաներ լսում եմ, որ մեկը կանգնած ու խոսում է սրբության մասին ու ուրիշներին բանում, հիշում եմ են Փարիսեցին, որ ասում է, ես այսքան լավն եմ, ես այս մաքսավորի, մեղավորի պես չեմ, ես լավն եմ, ես ծոմ եմ պահում, ես եմ, բայց, ուզում եմ ձեզ հիշացնեմ, խոսքը ավելի կոչ անում հայտնել մեր ոչ թե քրիստոնյա լինելը, այլ մեր մեղավոր լինելը, տեսեք, հայտնի բերել, ի հայտ բերել, հայտնել աշխարհին, մեր մեղավոր լինելը, սրտի խորհուրդները, մեր ծածուկ մեղավոր բնույթը, չէ՞, խոսքը ավելի շատ, իսկ դրական դեպքում խոսքը մեզ ավելի շատ, նորից ընդգծում եմ, ավելի շատ հորդորում է, որ աշխարհին հայտնի լինի ինչը, արդարությունը մեր, հեզությունը մեր բարի գործերը, մեր խոնարհությունը, մեր սերը, մեր հավատքը եւ այլն։ Այսինքն բոլոր ինչքան պտուղներ կա Սուրբ Հոգուց, երկնքից ձևավորված այն արժեքները, որ դա հայտնի լինի, ոչ թե պիտակավորված քրիստոնյա։ Լավ տնային խոհարարները կհասկանան, ովքեր լավ նկուղ են պահում, որ գնում ես, ասեք ամեն մի
հայերեն ասած բանկաների վրա, կամպոտների վրա գրված է։ Սալորի կամպոտ, դեղցի կոմպոտ, այսինքն որակավ, պիտակավորված է, որ կարդում ես գիտես դա ինչ է մեջը, հա։ Իհարկե լինում են հատապտուղներ, որ կարմիր գույն են, դժվար է իրանց տարբերելը։ Մանավանդ մուրաբաները, չէ, շատ դժվար, մինչև պիտակը չես կարդում, չես իմանում։ Հիմա գիտեք, քրիստոնեություն մի քիչ ուրիշ ձև է։ Պիտակավորված կարան լինեն լավ բան, բայց ներսում ինչ է գտնվում իրականում չգիտես, եւ խոսքը ավելի շատ հորդորում է, որ աշխարհին հայտնի լինի քո ներսը, ոչ թե քո պիտակավորված պիտակը։ Այո։ Ինչ ամեն ներսում ավելի շատ Աստված ուզում է դա ցույց տա եւ այդ պատճառով ես ինչի համար եմ ասում, որովհետեւ այսօր մենք աշխարհում ավելի շատ, հա, սիրում են խոսալ, մենք քրիստոնյա ենք, բայց որակային առումով, նայ քանակային պիտակավորված քրիստոնյաները բավականին շատ են, բայց այսօր եթե ընկնես եկեղեցիները մանգաս փորձես մի հատ նորից վառանայև գտնես, կարող է շատ բարդ լինի, բայց մենք հարյուրավոր, հազարավոր օրինակներ գիտենք, հալածանքների ժամանակ ինչ Աստծո հզոր մարդիկ են եղել։ Եվ մենք էլ այսօր գիտենք, նույնիսկ կան այդ մարդիկ կենթանի, որոնք ունեցել են նման օրինակներ, նման փորձառություն անցյալի, հա, մենք գիտենք նրանց սիրում ենք, հարգում ենք, բայց այսօր շատ բարդ կլինի նման մարդկանց գտնելը։ Կխնդրեմ ձեզ հետ բացեք մի տեղ, Մատթեոս 13:44։ Շատ արագ, Հիսուսն ասում է, երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի։ Խնդրում եմ ասա թաքցրված արքայություն, թաքցրված գանձ, ծածուկ քրիստոնյա, թաքուն քրիստոնյա։ Ինչի ան, տեսեք, ասում է, երկնքի արքայություն նման է արտի մեջ թաքցրված գանձի։ Նայեք, ինչ է նշանակում արտի մեջ թաքցրված գանձի։ Տեսեք, երբ որ մեկը գտնում է ու պատմությունը շարունակում է, որը մի մարդ գտնում է եւ թաքցնում, նորից տեսնում եք մի բառ, որ մարդը թաքցրված գանձը գտնում է, բայց նորից թաքցնում։ Զարմանալի է, ինչու ես թաքցնում։ Բայց հիմա ինքը ուրիշ ձև է թաքցնում, առաջ ինքը չէր թաքցրել, մեկ ուրիշն էր թաքցրել, բայց հիմա ինքը թաքցում է որպես սեփականատեր, հասկանում եք, չէ՞, իրավունք ունեցող, օրինական պատկանում է իրան այդ գանձը, որովհետև նա գտել է այդ գանձը, բայց նա թաքցնում է։ Եվ ընդհանրապես, սիրելիներ, մենք ամենաթանկ բաները թաքցնում ենք։ Մեր ոսկիները, մեր բրիլյանտները, մեր դոլարները մենք թաքցնում ենք, ամենապահով տեղերում ենք պահում։ Այդպես է, թե այդպես չի։ Որ մեկնա ձեզանից իր գանձերը իր պատոհաներից կախում եւ բոլորին ցույց տալիս, որ տեսեք ինչ գանձեր ունեմ։ Ինչու՞ չեք մենք այդպես անում։ Հարց։ Վախենում ենք, հա։ Որովհետեւ գող, ավազակ, ով ասես կարա տեսնա, հա, այդ քո գանձերը, տեսնի եւ մտքով նանցնի իր այդ քո գանձերին տիրանա։ Եվ բացարձակ այս դա չի կարող շատ ժամանակ մենք գիտենք, որ համարյա թե գրեթե բոլորը ովքեր ի ցույց են հայտնում այս աշխարհին իրենց ամբողջ ունեցվածքը, միշտ նման մարդիկ միշտ ընկնում են մի պատմության մեջ, գողություն, անձագործություն, ինչ որ մի բան է ումա, առևանգում, չգիտեմ, նման մի բան։ Եվ Աստծո խոսքը հետաքրքիր է, որ խոսում ասում այդ մարդը այդ գանձը գտնելով թաքցրեց։
Հետաքրքիր է, որ հետո գրված է եւ գնաց ասма իր ամբողջ ունեցվածքը վաճառեց։ Չէ՞, այդպիսի տեղ էլ կա, գիտեք։ Այդ պատմությունն է գիտեք, չէ՞, որ գնաց ամբողջ իր ունեցվածքը վաճառեց, գնեց այդ արտը հիշում եք։ Շարունակությունը։ Ուզում եմ մի բան ասեմ, գիտեք, շատ ժամանակ հեշտ է, երբ որ մարդը ոչ մի ունեցվածք չունի, բայց մի գանձ է գտնում, եւ դա իրանն է։ Բայց շատ դժվար է, որ ունեցվածք ունեցողը գանձ է գտնում եւ դա ավելի թանկ է համարում, քան իր ունեցվածքը։ Շատ ժամանակ, սիրելիներ, լինում է այդպես, երբ որ մարդ ոչինչ չունի, եւ հանկարծ գալիս է եւ գանձ է գտնում։ Աստված մեր գանձն է, եկեղեցին մեր գանձն է այս երկրի վրա։ Հիշեցեք։ Միգուցե նա այդպես չի փայլում, ինչպես բրիլյանտներն ու ադամանտները այս աշխարհի, բայց հավատացեք, ժամանակը որ գա, մենք բոլորս համոզվելու ենք, որ սրա փայլը եկեղեցու եւ Աստծո փայլը, նրա փառքը ոչ միտեղ դու երբեք չես տեսել եւ չես էլ տեսնի։ Բայց պատկերացեք, մարդ ոչինչ չունի, գալիս այդ գանձը գտնում է, եւ դա իր միակ ունեցվածքն է, միակ գանձն է, միակ փայլն է իր կյանքի մեջ։ Նա ոտքի է կանգնում եւ այլն, եւ Աստված որպեսզի այս մարդը ապրելակերպ ապրելու միջոցներ ունենա, նրան սկսում է ինչ որ բաների մեջ օրհնելը։ Եվ նա սկսում է ինչ որ ունեցված կուտակելը, բայց ժամանակի ընթացքում իր ունեցվածքը դառնում է ավելի արժեքավոր, քան այն գանձը, որ նա գտել էր։ Եվ մնում է մի պիտակ կպցրած մարդու վրա, ես քրիստոնյա եմ, բայց ներսում արդեն ամեն ինչ փոխվել է։ Եվ շատ եմ սիրում, երբ որ կարդում եմ, ասում եմ, նա մի գանձ գտավ եւ թաքցրեց։ Ինչքան ենք մենք կարող թաքուն պահենք այդ գանձերը մեր կյանքի մեջ։ Ինչքանով ենք մենք կարողանում ծածուկ պահել այդ ամենը մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք կարդում ենք առաջի հրաշքի մասին Կանա քաղաքում, երբ որ Հիսուսը ջուրը գինի դարձրեց, կարդացել եք։ Ինչ կատարվեց այդ հարսանիքի ժամանակ։ Մի հետաքրքիր իրադարձություն կատարեց։ Գինին վերջացավ։ Մարդիկ հարբեցին, գինին վերջացավ, խնջույքի կարիք կար, խնջույքը պետք է շարունակվեր, ընտանիքը պետք էր խայտարակ դառնար, որովհետև գինին վերջացել էր։ Եվ չեմ անդրադառնում մանրամասներն, բայց Հիսուսը այդ 3 ամանների մեջ ջուրը գինի է դարձնում։ Եվ երբ որ մատուցողները այդ գինին բերում են, տալիս են սեղանապետին, որը մատուցում են, եւ ժողովուրդը երբ որ այս գինին խմում է, եւ սեղանապետը կանչում է Փեսային, խնդրում եմ ուշադիր եղեք, Փեսային, եւ մի բան է ասում։ Դա գրված է Հովհաննես 2, 9 եւ 10-րդ համարների մեջ։ Եվ սեղանապետը համտեսեց գինին դարձած ջուրը, չիմանալով թե որտեղից է, կանչեց Փեսային եւ նրան ասաց. Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում եւ երբ հարբում են, այն ժամանակ վատ է, իսկ դու լավ գինին մինչեւ հիմա պահել ես, ասա մինչեւ հիմա պահել ես։ Այնքան լավ բան է, որ ասում եք, մինչեւ հիմա պահել ես։ Գիտես, հարցը գտնելը չի միայն։ Դու պիտի կարողանաս եւ մինչեւ հիմա պահես, մինչեւ վերջ ծածուկ, թաքուն, պահես։ Մենք շատ ժամանակ չենք կարող պահենք այն ինչ որ գտնում ենք։ Լավ բաները պետք է սովորել պահել, որովհետև մենք տեսնում ենք աշխարհը, այս աշխարհի սեղանապետերն էլ լավ տեղյակ են ամեն ինչին։ Եվ մարդիկ էլ աշխարհին էլ կա սովորություն, որտեղ որ լավ բաները տալիս են, այսպես ասած, քեզ թմրացնելով, քեզ քնացնելով, որովհետև չհասկանաս, որ արդեն վատն ես դու ուտում կամ խմում։ Հա, գիտեք, բրենդներն են այդպես ստեղծվում։ Շատ ուժեղ գովազդներ են անում, բրենդ են դարձնում,
Հետո դու չես հասկանում ինչի համար ես դու ավելորդ վճարում այդ բրենդի համար, բայց դու վճարում ես, դու ստիպված, որովհետև դու արդեն հարբել ես, դու արդեն լավն ու վատը իրարից չես տարբերում։ Եվ աշխարհի սեղանապետերն են գիտեն դրա մասին։ Եվ նրանք զարմանում են եւ Փեսային կանչում է, նա չգիտի որ Փեսայի հետևին Հիսուսն է կանգնած։ Երբ որ մեկի հետևին Հիսուսն է կանգնած, նրա կյանքը փոխվում է։ Այս աշխարհին հակառակ։ Այս աշխարհի մեթոդներին հակառակ։ Այստեղ մարդիկ կան, որ իրաց հետևում Հիսուսն է կանգնած։ Ուրեմն քո կյանքը պիտի փոխվի։ Քո տեսանկյունը, քո պիտակավորված եւ քո պիտակը պիտի փոխվի եւ քո կյանքում պիտակավորված երևույթները պիտի փոխեն։ Գիտեք ինչ է նշանակում պիտակավորված։ Իսկ տեսել եք մարդիկ որ ասում են, սա սիրում եմ, սա չեմ սիրում, որովհետեւ ժամանակին վատ, դասասական փորձի պատճառով ունեցել է այդ տպավորությունը եւ պիտակավորել է իր նկուղի բանկաները։ Եվ ինքը գիտի, որ սա վատն է։ Բայց ես իմ համոզմունքում եւ մարդկանց հետ էլ վերաբերյալ մեկը հետ շփվել ես վատ տպավորությունը պիտակ ես կպսրել վատ մարդ է ես սրա հետ ընկերություն չեմ անելու եւ շատ պիտակներ մենք սիրում ենք եւ ինքներս մեզ պիտակավոր ենք մենք լավն ենք ինքը վատն է եւ մարդկանց եւ ամեն ինչ սնունդը ուտելիքը մեքենաները հագուստը ամեն ինչի սիրում ենք պիտակներ կպցնելը բայց իմ խորին համոզմունքով նոր մարդը ամեն բանի մեջ է փոխվում պետք է սովորել նորովին ամեն ինչին նայենք եւ Հիսուսը երբ որ այդ գինին այդ ջուրը գինի է դարձնում եւ Փեսային սեղանապետը կանչում է չիմանալով թե ով է նրա հետև կանգնած նրան շատ ռեալ այսօրվա արդիական հարց է տալիս ասում է լսի ամբողջ աշխարհը մարդիկ սովորությունը այս աշխարհի դրվածքը սա է որ սկզբից լավն են տալիս, հետո վատը, որ մարդիկ հարբում են լավից, հետո վատն են տալիս։ Դու արում ես նույնի հակառակը։ Նախ ասենք, որ այդպիսի գինի ինչ որ Հիսուսը մատուցեց, այդպիսի գինի չէր կարող աշխարհում լիներ։ Հա, նման որակով գինի չէր կարող։ Եվ ի պատասխան խմողներին եւ նրանց ում մոտ խմելու հարցը մինչեւ այսօր բարձրանում է, ի պատասխան նրանց ասում եմ, Հիսուսի մատուցած գինին օյաղացնում է, ոչ թե հարբեցնում։ Մինչեւ մարդիկ կան, չգիտեն, խմելը լավ բան է, թե վատ բան է։ Եթե Հիսուսն է քեզ մատուցում եւ Հիսուսի դարձ սարքած գինին է, արխային կխմես։ Ես թույլ եմ տալիս։ Պրոբլեմ չունեք։ Ես վստահում եմ Հիսուսի սարքած գինը։ Եվ տեսնում եք, որ ասում է, եւ դու լավը մինչև հիմա պահել ես։ Այդ ոնց ես դիմացել։ Սիրելիներ, մենք ունենք այդ համբերությունը լավը մինչև վերջ պահել։ Թե հենց պատճառը լինի մի անգամից մեր գանձերը սենց բացում եք, ասում եք, Աստծո խոսքի մեջ մի տեղ կա, ասում է, քո գանձերը, ինչ մի արա, խոզերի, մարգարիտները, գանձերը, խոզերի առաջ մի փռիր, մի գցիր, ինչի մասին է խոսում, չեք զարմանում, ինչ չեք մտածել, այդ խոզը ով է, գանձը որն է, տեսնում եք ինչքան տեղեր կա եւ ընդհանրապես, գիտեք, գիշերվան մասին երբ բաներ կա, օրինակ գրված է, որ մեկը փարիսեցիներից մեկը, հա, Նիկոդեմոս անունով, ասում է, նա գիշերը եկավ Հիսուսի մոտ, ինչու գիշերը։ Որովհետև նա ծածուկ Հիսուսի աշակերտն էր։ Նա հավատացել էր Հիսուսին ինչպես Աստծո Մեսիա, Աստծո զավակ։ Բայց նա չէր կարող ցերեկը գար, որովհետև եթե նա ցերեկը գար, խնդիրներ կունենար, որովհետև այս աշխարհը ունի իր դրվածքը, իր սովորությունները։ Նա գիշերը եկավ, բաներ կան, որ պետք է ծածուկ անել, Աստծո խոսքը նաև մեզ խնդրում է, հորդորում է, որ ծածուկ անենք, գաղտնի անենք ամեն բան, շատ բաներ, օրինակ,
կարդամ Մատթեոս 6-րդ գլխի մեջ խոսում է կոնկրետ մի քանի բաների մասին։ Ասում է ողորմությունը քո թող ծածուկ լինի։ Ասում է քո աղոթքները թող ծածուկ լինեն։ Ասում է քո ծոմը թող ծածուկ լինի։ Եվ նկատել եք, երբ որ նա ասում է ծածուկ լինեն, հետևում ինքը խոսում է, ես հիմա որպեսզի ժամանակը խնայելու համար, ուզում եմ ձեզ, նայեք, ասում եմ ողորմությունը, այսինքն բարի գործերը, մարդկանց օգնելը, պետք չի դրա մասին դնես պիտակներ կպցնես եւ հայտարարություններ անես։ Ժողովուրդ ջան, երբ որ դուք տեսնում եք սոցիալական կայքերում կապ չունի քրիստոնյա, ոչ քրիստոնյա, երբ որ տեսնում եք մեկը կամերան ձեռքը գնում է, մեկին լավություն է անում եւ նկարում է, միշտ հիշեցեք, այդ մարդու շարժառիթը ճիշտ չէ։ Որովհետեւ խոսքը ասում է, երբ որ ողորմություն ես անում, դա ծածուկ արա։ Երբ որ ասում է աղոթք ես անում, իհարկե մենք եկեղեցում շատ ժամանակ աղոթում ենք, սիրեներ, բայց շատ ծառայությունների ժամանակ ես նկատել եմ նույնիսկ, որ մարդիկ կան, որ աղոթում են, ոչ թե Աստծուն են աղոթում, այլ մարդու ականջ են աղոթում։ Հասկանում եք։ Ցավոք սրտի եմ ես ամեն ինչը շեշտում։ Խոսքը կոնկրետ ասում է, քո աղոթքը թող ծածուկ լինի։ Եթե ցերեկը ժամանակ չունես, մարդ կա մոտդ, գիշերն աղոթի թող ծածուկ լինի դա։ Որ դու եւ Աստված լինեք։ Երբ որ ծոմի մասին է խոսում, նույնպես ծածուկ բաների մասին է խոսում, ասում է քո ծոմը թող թաքուն լինի, ծածուկ լինի։ Մի արի, ես խեղճ դեմքով նստի սովածի դեմքով, որ մարդիկ քեզ տեսնեն, խղճան ասեն, վայ, ես խի ես մի տեսակ, դու ասես գիտես, ծոմ եմ պամ շատ սոված եմ։ Խեղճ քրիստոնյա։ Եվ ասում է, եւ հայրը, որ երկնքում է, տեսնելով ձեր ամեն ծածուկ գործը հայտնապես քեզ տա։ Կարդացել եք։ Ամեն։ Այս է իրականությունը։ Սովորենք լավը ծածուկ պահել, սովորենք լավը թաքուն պահենք։ Լսեք, դրանից է բխում մնացած բաները, պետք չէ ամեն քայլը, գիտեք, այնքան հետաքրքիր է մեզ, ասեք, լույսին պետք չի ինքը գոռա, որ ես լույս եմ։ Իրան բավականը լույս տա, որ դու իմանաս ինքը լույս է։ Այդպես է, թե այդպես չի։ Ասեք, խնձորի պետք չի ինքը գոռա, որ ես խնձոր եմ։ Ես բանան չեմ, ես խնձոր եմ։ Էյությունը քո ներսում է։ Պետք չի պիտակավորել այդ ամենը։ Եվ մի քանի տեղել։ Առակաց գրքի մեջ մի հետաքրքիր բան կա, Առակաց 11 եւ 13։ Սա շատ հետաքրքիր խոսք է, միգուցե սա առանձին քարոզի նույնիսկ որոշ, բայց ես այսօր խոսում եմ ծածուկ եւ հայտնելու մասին, հայտնի բաների մասին։ Ուրեմն, այսեն գրված է, բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի։ Իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։ Տեսնում եք, հավատարիմ հոգի ունեցողը նույնիսկ ուրիշի գաղտնիքները ծածկում է։ Բայց մարդիկ եկան նույնիսկ ուրիշների գաղտնիքներն են բացում։ Բայց միևնույն ժամանակ պիտակավորված որպես քրիստոնյաներ։ Ես քրիստոնյա եմ, ես սուրբ եմ։ Բանսարկու, գիտեք այդ բանսարկու բառը ինչ ձև է, կարդամ երկփեղկված լեզվով մարդը գաղտնիքը կհայտնի։ Երկփեղկված լեզուն ինչի նման եք։ Օծի լեզուն։ Օծի լեզուն, երկու ծայր ունեցող, մի լեզվով մեկին է բանանում, մյուս լեզվով, բայց իմաստը իր ամբողջ գործունեություն, որ գաղտնիքը բացահայտի։ Բայց խոնար հոգի ունեցողը հավատարիմ հոգի, հա,
Նորից, տեսնում եք հոգին մի բան է, որ մարդու դու չես տեսնում։ Դու իր լեզուն կարաս տեսնես, լսես։ Չէ՞։ Լեզու մարդ որ խոսում է, դու լսում ես, ինֆորմացիա փոխան, բայց իր հոգին դու չես տեսնում։ Ինչպես մեզ մարդու հոգին տեսնենք։ Ինչպիսին է նրա հոգին մարդու։ Դրա համար պետք է նրա հեզությունը, խոնարհությունը, չէ՞։ Նրա հավատքը, բաներ կան, որ ցույց են տալիս ինչպիսին է նրա հոգին, պետք չէ քրիստոնյա պիտակ կպցնել, որ մարդիկ քեզ ճանաչեն։ Գիշերը ասում են Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ։ Իհարկե նրա մենք կարդում ենք, իմիջիալոց եթե ուշադիր լինեք, հենց Նիկոդեմոսին է Հիսուսը, գիտեք ինչ է ասում։ Հենց Նիկոդեմոսին է Հիսուսն ասում է, եւ այնպես սիրեց Աստված աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Հովհաննես 3:16։ Նիկոդեմոսի հետ կարդացեք ինչ խորությունների մասին է խոսում գիշերը Նիկոդեմոսի հետ։ Եվ ընդհանրապես գիշերը Աստված ասում է գիշերը ինձ հետ խոսիր, ինձ հայտնիր, շատ տեղեր կա կարդացեք, Դավիթը Սաղմոսների մեջ գրում է, գիշերը ինձ հայտնություն տուր, տեսիլ տուր, շատ տեղեր գիշերում աղոթում են, գիշեր ցերեկ կանչում եմ քեզ, շատ տեղեր։ Ինչի մասին է գիշեր ոչ թե չարի գործեր, ոչ թե խավարի գործերի մեջ, այլ ծածուկ իմաստով է ասում, որ ոչ ոք ես ու դու, դեմ առ դեմ, ես ու դու Աստված եւ ոչ մի երրորդ անձնավորություն, միայն ես ու դու։ Այս իմաստով մի անգամ մի կին հավատացյալ կին սիրում է Աստծուն եւ անդադ եկեղեցիները հաճախում է եկեղեցի եւ անդադ բոլորին եղբայրին ասում են հենց ամուսինս ապաշխարեց ես բարի գործ պետք է անեմ։ Մի անգամ զգամ, որ ամուսինս Աստծուն ճանաչում է։ Մի անգամ այս խեղճ մարդը քնած տեղը Աստծու անունը տալիս է։ Կինը լսում եւ ուրախանում առատ վեր կենում գնում ամբողջ աշխարհով մեկ աղքատներին ու կերակրում վերջը խնջույք կազմակերպում եւ այլն եւ ամուսինը երբ որ իմանում է նա շատ բարկանում է ասելով իմ Աստծո սերը դեպի Աստված ամբողջ աշխարհով հայտնի արեցիր։ Պետք չէ ամբողջ աշխարհով հայտնի անել Աստծո սերը։ Պետք չէ նույնիսկ ավելի քույրեր եղբայրներ ձեր սերը ընտանեկան ամուսինների մեջ պետք չէ ամբողջ աշխարհով հայտնի անել։ Իրար շատ ամուր սիրեցեք, բայց պետք չի սոցիալական կայքերում նկարագրել, թե ինչպես եք սիրում։ Դա ձեր գործն է, դա ձեր անձնական, ինտիմ հարաբերությունն է։ Պետք չէ աշխարհ, դա թանկ արժեքներ են, պետք չէ էժանացնել այդ ամեն ինչ։ Գիտեք այդ երգերի մեջ որ լսում եք, որ սերը այդքան էժանացնում են, չեք լսում ենք մարդիկ խոսում են, էժանացնում են, որակա զրկում։ Պետք չէ։ Ընդհանրապես ամուսիններ հիշեցեք, պետք չէ որակազրկել ընտանեկան արժեքները։ Նաև ձեր լվացքն էլ թող ձեր տանը մնա։ Պետք չի դրսում փռել ամենքին ցույց տալու համար։ Պետք չէ։ Մի բան կկարդամ եւ Լիլիթ Քուրջան, խնդրեմ քեզ երկու րոպե բարձրացի։ Իոան Կրաշտանսկին քրիստոնյա մտորումներ գրքի մեջ մի նշում է անում, ուզում եմ կարդամ։ Գրում է հետևյալը. հատկապես չարաբաստիկ է նա, որ սիրում է զարդարվել փառասիրությամբ։ Նա իրեն կվերածի ամոթալի կուռքի, ինչպես Նաբախուդանոսորը,
ու կգոռոզանան նրանց դեմ, ովքեր չունեն իր փառքը եւ պիտի նրանցից երկրպագություն պահանջի։ Նույնիսկ մենք տղամարդիկս կանանց ենք նմանվել։ Հետամուտ ենք զարթեղենին եւ կարծես կուրքեր զարթարում ենք ինքներս մեզ, սակայն ներքին բարեկարգության մասին քիչ ենք խորհում, նույնիսկ բարձիթողի ենք արել ներքին տաճարը, մեր հոգու տապանակը։ Լսում եք, խոսում է այդ պիտակավորման մասին, և գիտեք ինչ ցավալի է, փառասիրությունն ասում, ավելի սիրեցին, չարաբաստիկ ասում, դա չար է այսօր, և գրում է տղամարդիկս ավելի շատ նմանվեցի կանանց, որովհետև ասում է հետամուտ ենք լինում զարդարանքներին, մենք ինքներս մեր այսօր նայում ես, երեք մի տղա է տեսել, չէի հասկանում, տղա է, թե աղջիկ, չգիտես ոնց դիմես։ Փառք Աստծո, որ մեր մազերը թափվում է, գոնե հասկանում են, որ տանը։ Հստակ երևում է։ Զարդարանք սիրեցին, այսօր հետաքրքիր է մարդիկ։ Եվ նույնպես փառասիրությունը այսօր։ Գիտեք, մարդիկ շատ են սիրում փառասիրություն։ Գիտեք, այդ շատերը, որ Աստծո խոսք խոսում են այդ բաներով, հա, ինտերնետներով եւ սոցիալական կայքերով, նրանք ավելի շատ փառասիրություն ունեն։ Ոչ թե աստվածասիրություն։ Նրանք ավելի շատ երազում են լայքեր հավաքելու, քան Աստծո առաջ հաճելի լինել։ Գիտեք ինչքան մարդիկ են փառասիրության պատճառով ընկնում։ Նրանց զարդարանքը փառասիրությունն է դառնում։ Նրանք գիշեր-ցերեկ մտածում են իրենց հազարավոր լայքերի մասին։ Գիտեք, մարդիկ կան այսօր, երբ որ քիչ լայքեր են ստանում, դեպրեսիա են ապրում։ Այն արժեքները, այն գանձերը, որ երկնքից մենք ստացել ենք, մենք պիտի ծածուկ պահենք մեր ներսում, և դրանք ոչ լայքերի, ոչ պիտակների, ոչ ինչի կարիք չունեն։ Դա այն արժեքներ են, որը հավերժության համար են, և մեզ կանչում են, մեզ հորդորում են, մեզ ուղղում են դեպի հավերժություն։ Նրանք անփոփոխ են, նրանք գնալով ավելի ընտիր են դառնում։ Նրանք ավելի են փայլուն դառնում, ավելի թանկարժեք են դառնում ժամանակի ընթացքում, նրանք երբեք չեն կորցնի իրենց արժեքները։ Եվ կարևոր չէ, սիրելիներ, մի մտածեք, կարևոր չէ, թե մարդիկ ինչ պիտի մտածեն քո մասին։ Ամոթա, էսա, այնա։ Լսեք, գիտեք ամենածարսափելին որն է, որ մարդիկ մեղքի մեջ հայտնված մարդիկ, ասեք տղամարդիկ են, չէ, շատ շրջապատներում լինում են, երբ որ խոսում են, նրանք մեղքի մասին խոսելով, տեսնես պարծենում են։ Հիմա քեզ եմ դիմում, եղբայրս, դու ամենամեծ գանձն ես ստացել երկնքից, ինչ ես ամանչում նրանից, ինչու չես պարծենում դրանով, ինչու չես պահում այդ գանձը քո սրտի մեջ, և կարևոր չի, ինչ են մտածում մարդիկ, դու պիտի հասկանաս, որ քո շահը Աստվածն է։ Դա մի պատմություն է պատմեմ։ Մի նոր ուսուցիչ է գալիս դպրոց և նկատում է, որ Հովսեփին, փոքր Հովսեփին բոլորը հիմար են համարում։ Երբ սկսում է հետաքրքրվել երեխաներից, կանչում է, ասում է, ինչու եք այս փոքրիկին, այս տղային հիմար համարում։ Ասում են, դե ուսուցիչ ջան, որովհետև մենք երբ որ նրան առաջարկում ենք 5 կոպեկանոց և 10 կոպեկանոց, նա վերցնում է 5 կոպեկը, մտածելով, որ նա ֆիզիկապես մեծ է, ուրեմն ավելի մեծ արժեք ունի։ Ասում է, ուզում ես փորձենք, և կանչում են Հովսեփիկին և երեխաները նորից նրան առաջարկում են 5-ն ու 10-ը, նա վերցնում է 5 կոպեկը։
Եվ ուսուցիչը ասում է, հետաքրքիր է դառնում, ասում է, միգուցե իրոք այս երեխան մտքի խնդիր ունի։ Եվ կանչում է Հովսեփին եւ հարցնում է. Հովսեփիկ, դու իրոք չես տարբերում դրամների շատը եւ քիչ լինելը, արժեքը։ Դու իրոք մտածում ես, որ եթե դրամ ավելի ֆիզիկապես մեծ է, նա ավելի մեծ արժեք ունի։ Ասում է, չէ, իհարկե։ Բայց ինչու ես դու փոքրը վերցնում միշտ, փոքր արժեքավոր, որովհետև ասում է, եթե ես դադարեմ փոքր արժեքով դրամը վերցնել, ամբողջ դպրոցը կդադարի ինձ գումար տալուց։ Ես իմ շահը գիտեմ, կապ չունի ինչ են մտածում, թող մտածեմ, որ ես հիմար եմ, բայց ես իմ շահը գիտեմ, իմ ճանապարհը գիտեմ։ Ինչ կապ ունի ինչ են մտածում մարդիկ։ Այ ամոթ է եկեղեցի, կմտածեն եկեղեցի, մարդկա ամանչում է, որ եկեղեցի։ Բայ ամոթ է, բարեկամներ են գալիս տուն, ոնց ասեն գնում ենք եկեղեցի մի եկեք մեր տուն։ Թե մի ասա մի եկեք մեր տուն, ասի եկեք մեր տուն, բայց իմ հոր տունը, բեր եկեղեցի այդ մարդկանց։ Իմ իրական տունը։ Եվ վերջի խոսքը, Հովանես 7:10, ընդհանրապես Հովանես 7-րդ գլխի մեջ նկարագրված է, երբ որ վերջի այցելությունն է, Երուսաղեմ են գնում աշակերտները եւ Հիսուսին, երբ որ ասում են, արի մենք իրար հետ գնանք, Հիսուսը հետաքրիր ասում է, դուք գնացեք, ես չեմ գա Երուսաղեմ։ Բայց երբ որ կարդում ես 10-րդ խոսքի մեջ մի բան ա գրված, ասում է, երբ նրա եղբայրները տոնի համար 7:10 Հովանես Երուսաղեմ բարձրացան, այն ժամանակ ինքն էր այդ տոնին գնաց, բայց ոչ հայտնապես, այլ ծածուկ, թաքուն, կարդում եք, թաքուն, գիտեք, այսօր շատերը մտածում են, որ Հիսուսը պիտի սենց հայտնապես գա, պիտի սաղ եկեղեցում անգնեն, ուրեմն Հիսուսը եկել է, Հիսուսը այնպես ծածուկ կարա գա, որ ոչ մեկս հետ չիմանանք, քո կյանքի մեզ այնպես ծածուկ կարա մտնի, որ դու կյանքում չհասկանաս ոնց մտավ, ոնց սիրեցիր իրան, Աստված սիրում է ծածուկ գործեր, եւ ինքն էլ է գործում ծածուկ, բայց երկրորդ գալիս է լինելու է հայտնապես, բայց առաջին գալուց հələ տեսենք ինչ թաքուն ու հենց շուտով մենք Պասխա ենք անելու, չէ, զատիկ ենք ունենալու, բայց նրա ծնունդից սկսած գոմում ծնվեց, խաչի վրա մեռավ։ Այսօր միացրու քո ինտերնետը եւ նայեք այս որ քարոզիչը կամ որ հովիվը կամ որ քրիստոնյանա ինքը իրան գոմից գովում կամ խաչի վրայից գովում։ Բոլորը խոսում են հայտնի հրաշքների, ինչ-որ մեծ բաների մասին։ Այդպես է թե այդպես չի։ Բայց ոչ ոք չի խոսում իր անկումների մասին, իր պրոբլեմների մասին, իր հոգեկան վիճակի մասին, ոչ ոք չի խոսում, որ 50 հոգու համար աղոթեց, ոչ մեկը չբժշկվեց։ Մեկն էլ պատահական ասկովեն էր խմել, գլխացավը անցել էր, դա հրաշք ընդունեցին։ Այդ դրա մասին կխոսեն, բայց այն վատ բաների մասին չեն խոսի։ Իսկ Աստված ասում է, վատ բաները թող հայտնի լինի, իսկ թանկ արժեքավոր բաները թաքուն պահեք, ծածուկ։ Ձեր մեջ, որ ավելի արժեքավորվի։ Գիտեմ մեր հայկական խասյաթը, որ պարտքերի մեջ են գնում են լավ մեքենաներ, լավ զգեստներ, որ ցույց տան։ Թարգը տվեք, դա Աստծուց չի։ Թաքնված արքայություն, հիշեցեք, քո մեջ, թաքնված, ասա իմ մեջ, թաքնված արքայություն։
գտել ես պինդ բռնի, բաց մի թող։ Եվ արժեքը երբեք մի գցիր, մի արժեքազրկիր։ Եվ խոզերի առաջ էլ մի լեցրու քո մարգարիտները։ Տերը օրհնի ձեզ։